Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Փակալվել Բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, որը կաթողիկոսի քրոջ որդին է, Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Արաքելյանը։ Առաջին լրատվականի տեղեկություններով քննչական կոմիտեում են այս պահին գտնվում Տեր Փարեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ, այդ թվում Գանձապահը։ Հայաստանի քննչական կոմիտեն է արձագանքել Հայ Արաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների Բերման ենթարկելու մասին լուրերին։ Քննչականից պարզաբանել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարույթային ու ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարույթային ու ապացուցողական անհրաժեշտ գործողություններ, ասում են քննչականից հավելելով, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը մեծ հետ զրույցում նշեց, որ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդում, այդ թվում եւ հոգեվորականների կարգավիճակի եւ գտնվելու վայրի մասին։ Ավելի վաղ նաև Մայրաթորի տեղեկատվական համակարգից էին հաստատել Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալությունները, հավելելով, որ իրավապանները խուզարկություններ են իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանը։ Այս պահին էլ ԱԱԾ-ն աշխատանքներ է իրականացնում Արագածոտնի թեմում։ Բացատրեք։ Կբացատրեք ինչու պիտի դուրս գանք։ Կոնկրետ մի փաստ կներկայացնեք, թե ինչու ես պիտի այս տարածքը լքեմ։ Գործողություն ենք Ինչ գործողություն։ Ինչ գործողություն։ Ինչ եք փնտրում։ Մենք ենք փնտրում, քննիչն է փնտրում։ Ինչ եք փնտրում։ Չենք կարող ասել։ Իսկ ինչպես վստահում եք, որ դուք ոստիկան եք, որովհետև դուք քաղաքացիական հագուստով եք եւ որևէ հաստատություն ցույց չեք տալիս։ Արգելի դիտողներն շարունակում են իրենց հրաժարական աշխատել Հայ Արաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանի մոտից, այստեղ Իդեպ քահանաներին Բերման են ենթարկել իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության հաղորդման հիման վրա հարուցված վարույթով։ Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի հայտնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հովանավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ Արաքելական Սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։ Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե հին, թե նոր քրեական օրենսգրքով արգելված արարք է, իրազեկ քաղաքացիների միավորումը սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հանրապետության դատախազություն, խնդրելով քննել հրապարակային արված հայտարարությունը։ Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմն ուղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում։ Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն եւ մանրամասներ չունենք։ Հարկ ենք համարում նաեւ նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է եւ պետությունը պետք է պայքարի դրա դեմ, հայտնում են իրազեկ քաղաքացիների միավորումից։ Իսկ հանրային հեռուստաընկերության եթերում Տեր Արամը մասնավորապես հայտարարել է. 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Ֆերադասի հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակաս ունեին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Այսինքն եկեղեցականը պետք է պարտադիր ընդդիմանադիր հայացքներ ունենա։ Ոչ թե պարտադիր պետք է ընդդիմանադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր։ Եվ դա նաև ինձ էր անհարմարություն պատճառում,
որովհետև ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր եւ ես էլ դեմ էի որ գնամ եւ որևէ քաղաքական շահ պաշտպանեմ, որովհետև իմ շահը մարդկանց փրկությունը է։ Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը սպառնացել էր կարգալույծ անել Տեր Արամին այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել տնօր ներք կազմակերպելու նպատակով։ Ֆակտորի տեղեկություններով ներքին գործերի նախարարությունում նախորդային խորհրդակցություն է անցկացվել, որն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանապետ Արամ Ղազարյանը, նրա տեղակալներն ու բոլոր բաժինների պետերը։ Խորհրդակցությունը տևել է մի քանի ժամ։ Արփինե Սարգսյանը բավական կտրուկ է խոսել ենթականների հետ, ընդգծելով, որ նախարարությունը ոստիկանության համար անում է առավելագույնը, մինչդեռ հանցագործությունների կանխարգելման գործում տեսանելի արդյունքներ դեռ չկան։ Սարգսյանի խոսքով ոստիկանությունը արագ բացահայտում է դեպքերը, բայց հանցագործությունների կանխումը շարունակում է մնալ ամենաթույլ օղակը։ Արփինե Սարգսյանը նաև զգուշացրել է, եթե նույն պատկերը շարունակվի, լուրջ փոփոխություններ կլինեն։ Ֆակտորի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել է խորհրդակցության անցկացման մասին տեղեկությունը։ Ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի հետ կապված տարբեր հարցեր, ասել է խոսնակը այլ մանրամասներ չհայտնելով։ Այսպիսով, եթե հանցագործությունների կանխարգելման գործում տեսանելի եւ դրական արդյունքներ չարձանագրվեն, հնարավոր է ներքին գործերի նախարարության ոստիկանությունում պաշտոնանկություններ տեղի ունենան։ Նշեմ նաեւ, որ ոստիկանապետ Արամ Ղազարյանը այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա հունիսի 3-ին, երբ առանց հստակ հիմնավորման ու պարզաբանման աշխատանքից ազատվեց Արամ Հովհաննիսյանը։ Վերջին շրջանում սպանությունների մի շարք հնչեղ դեպքեր են արձանագրվել։ Մերձավանում Փարաքարի համայնքապետի եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունից հետո վարչապետ Փաշինյանը Facebook-ում գրել էր, որ կարվեն անհրաժեշտ հետևություններ, երբ մանրամասն վերլուծվի, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Մերձավանի սպանությունից հետո աշխատանքից ազատվեցին մի շարք պաշտոնյաներ, քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետը, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը եւ մարզի դատախազը։ Ահասարսուր դեպքերից մեկն էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին Արամուսում ամուսիններին սպանած անձը եւս 2 հոգու է սպանել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին։ Այս անգամ նրա թիրախում են եղել Զովունուի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանը եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանը։ Վերջիներս տեղում մահացել են։ Պարզվել է, որ երկրորդ սպանության դեպքը տեղի է ունեցել առաջինից ընդամենը ժամեր անց, նախքան սպանության մեջ մեղադրվողի հայտնաբերվելը։ Պարզապես այս դեպքի մասին հայտնի է դարձել ավելի ուշ, երբ հայտնաբերել են Մարտիրոսյանի եւ Հայրապետյանի մարմինները։ Սպանության մեջ կասկածվողը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, որն իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանից։ Մամուլում լուրեր են տարածվում, որ տվյալ անձն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, սակայն նրան հոգեբուժարանում չեն պահում, քանի որ տեղ չկա։ Թեև ամեն օր սպանությունների մասին հաղորդագրությունների տեղատարափ է, սակայն ըստ վիճակագրության Հայաստանում 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպանությունների դեպքերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն ասում է, որ 8 ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ 2-ով նվազել են սպանության դեպքերը։ Նվազել են նաև հրազենով կատարված հանցագործությունները։ Ներքին գործերի նախարարության խոսնակի խոսքով ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավարելի իրավիճակ է, անհիմն պնդում է։ Նրա խոսքով 2005-ի 8 ամիսներին ոստիկանությունը գրեթե 2 անգամ ավելի շատ ապօրինի զենգզինամթերք է հայտնաբերել, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։ Եվ այժմ զրուցելու եմ Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Հիոանոսյանի հետ։ Ողջույն, պարոն Հիոանոսյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հիոանոսյան, ամբողջ մամուլը հեղեղված է քննչական գործողությունների համատեքստում, բերման ենթարկված կամ ձերբակալված կամ վկայի կարգավիճակ ունեցող նրանց կարգավիճակի մասին տեղեկություններ չկան, քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այդ մասով տեղեկություններ դեռ չեն հաղորդելու հոգևորականների մասով, որ ի դեպ իրականացվել է այն վարույթի շրջանում, որ Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունն է ներկայացրել,
Սկսենք նրանից, հա, իդեպ նաև նշեմ, որ ընդգծված կոնկրետ քաղաքական շրջանակներ սպասարկող մամուլը վերնագրերով հրապարակում է Դանիել Յանոսյանը դանոսներ է գրել հոգևորականների վրա, իրազեկ քաղաքացիների միավորումը միանում է իշխանական տեռորին եկեղեցու դեմ ու նման ինչ-որ վերնագրեր։ Նախ սկսենք նրանից, թե ինչու, ինչ հիմքով եք դիմել, որպեսզի նման վարույթ նախաձեռնվի, համեցեք։ Շնորհակալ եմ, ուրեմն մոտ մի ամիս առաջ սեպտեմբերի 16-ին Հովանավոնքի հոգևոր հովիվ Տեր Արամը հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 21 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայրաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք, այդ նաև իր նկատմամբ մասնակցելու քաղաքական ուժերից մեկի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի հանրահավաքներին։ Ըստ էության այդ արարքը այդ ժամանակ արդեն եղել է քրեականացված, 21 թվականի մայիսից այդ արարքը եղել է քրեականացված եւ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազության ուշադրությունը հրավիրելով այդ հարցազրույցի վրա։ Ըստ էության մենք դա միշտ անում ենք, երբ որ ինչ որ հրապարակային հայտարարություն է լինում այն մասին, որ հանրահավաքի մասնակցության պարտադրանք կա կամ հակաժողովրդավարական որևէ այլ արարք, որը քրեական օրենսգրքով արգելված է, երբ որ տենց հայտարարություններ են հրապարակային դաշտում լինում, մենք միշտ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացում։ Դա ըստ էության մեր մոտ տենց ռելսերի վրա դրած ընթացակարգի կարելի ասել, ինչ է արել ենք եւ առավոտյան դրանց հետ առանձնապես ոչ մի արձագանք չենք ունեցել, չգիտենք այդ մեր հաղորդման հետքերով ինչ է արվել, ինչ չի արվել եւ այսօր առավոտյան այդ քննչական գործողությունները որ եղան, մենք նույնիսկ սկզբից չգիտեինք, որ մենք դրա հետ կապ ունենք, հետո պարզվեց, որ մեր ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործն է։ Պետք է ասեմ, որ հաղորդումը ներկայացրել ենք ՀՄԿ-ի այդ եթերի հաջորդ իսկ օրը, եւ մեր համար ընդհանրապես տարբերություն չկա, թե ովքեր են ենթադրյալ հանցագործները։ Այսինքն, որպեսզի ավելի ճիշտ լինենք, դուք կոնկրետ հոգևորականի կամ կոնկրետ անձի դեմ չեք ներկայացրել, այլ երևույթի։ Բացարձակ, ենթադրյալ կատարողների վերաբերյալ ոչինչ չկա հաղորդման մեջ, եւ մենք ոչինչ չգիտենք էլ, մենք միայն պարտադրանքի վերաբերյալ հայտարարության ուշադրություն են գրավել դատախազությունը։ Պարոն Յանոսյան, հիմա եւս մեկ հարց, դուք էլ նշեցիք 2021 թվականի նախընտրական շրջանին է դա վերաբերում։ 4 տարի առաջ նախընտրական այդպիսի հավաքներին մարդկանց ենթադրյալ պարտադրելուն կամ շահագրգռելու մասով մասնակցությունը։ Օրինակ այդ խուզարկությունները հիմա իրականացնում են, որ օրինակ ձեզ այնտեղ ինչ գտնեն այդ մարդկանց տանը, հո թղթի վրա ստորագրությամբ եւ կնիքով չեն պարտադրել, որ մարդիկ գնան, այսինքն 4 տարի է անցել։ Ես չգիտեմ։ Այն որ 4 տարի անց ինչի են հիմա դրանով զբաղվում, հասկանալի է։ Հիմա եղել դրա հետ կապված ՀՄԿ-ի եթերում հայտարարությունը, որն ամենչապես հաջորդել է մեր հաղորդումը ստացել են, սկսել են զբաղվել։ Այս առումով նորմալ է, միջև այդ հրապարակային դաշտում երբեք չեմ նկատել կամ չի եղել հանցագործության մասին հաղորդում նրա մասին, որ հոգևորականներին պարտադրում են մասնակցել հանրահավաքի։ Այս կոնտեքստում է, բայց 4 տարի անց խուզարկությամբ ինչ են հայտնաբերելու, ինչ չեն հայտնաբերելու, ես ճիշտ ասած չգիտեմ։ Ես չեմ բացառում, որ նաև իրանց մոտ ստանդարտ ընթացակարգ կա տենց դեպքերում խուզարկություն անել, պրինցիպով, որ մարդես կարող է մի բան գտնենք։ Մոտավորապես էս սկզբունքով ենթադրում եմ, բայց չեմ կարող ասել, ես չգիտեմ։ Տեսեք, հաղորդումը ներկայացրել ենք եւ դրանից հետո հետագա ընթացքի վերաբերյալ ես չունեմ որևէ ավել տեղեկություն, քան դուք։ Դե պարզը չէ, ամեն ինչի նաև համատեքստը, ինչու է այսպիսի մեծ արձագանք ստանում է իրադարձությունը։ Մյուս կողմից էլ այսպես տպավորություն է, որ իրավապահ համակարգը շատ հետևողական է, պայքարում է հանցավորության դեմ եւ այլն։ Մյուս կողմից մենք ունենք օրինակ իրավիճակ Ռոբերտ Քոչարյան, ՄԻԵԴ-ի որոշում, որի վրա Ռոբերտ Քոչյանը բացարձակապես թքած ունի։ Ռոբերտ Քոչարյան, որը նախընտրական հավաքներ է անում կամ ենթադրյալ այդ հավաքներին շահագրգռում է, այդ թվում նաև ինչ որ եկեղեցականների միջոցով ենթադրաբար ու նման բաներ, հա։ Այսինքն այստեղ մի քիչ անտարամաբանական իրավիճակ է էլի ձևավորվում։
Գիտեք, այո, դատա իրավական համակարգը Հայաստանի այնպիսին է, ինչպիսին որ կա, մենք ձեր եթերում բազմիցս ենք խոսել այդ համակարգի եւ այդ համակարգի թերությունների մասին եւ այն որ այդ համակարգը չի արդյունավետ չի կարողանում արդյունավետորեն կատարել այն ինչ որ ինքը պետք է կատարի։ Սա երևի սա նորություն չի, ամեն դեպքում ձեր հեռուստադիտողների համար սա նորություն չի։ Բայց այս դեպքում նորից ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք մեր համար տարբերություն չկա թե ով է այդ արարքը կատարում եւ միշտ երբ որ մենք նման արարքի մասին տեղեկություններ ենք ունենում կամ հրապարակային դաշտում այդպիսի տեղեկություններ են հայտնվում, մենք միշտ ենք տալիս հանցագործության մասին հաղորդում եւ անկախ նրանից դա այդ տեղեկությունները լինում են իշխանության, ընդդիմության, չգիտեմ, եկեղեցականների, աթեիստների, չգիտեմ, մեր համար տարբերություն չկա, դա եկեղեցականներն են, դա ուրիշ խմբեր են, դա հստակ է, դա ժողովրդավարական կարգին դեմ ուղված արարք է, մենք այդ արարքի վերաբերյալ կամ այդ ենթադրյալ արարքա մենք դրա վերաբերյալ հաղորդում ենք տալիս եւ հետեւում հետագա ընթացքին արձանագրում հետագա ընթացքը Այսինքն այն բոլոր շահարկումները ինչ տրամաբանության մեջ ենք տեսնում, հա, այսինքն այն ինչ որ գոնե մենք նաև քննարկեցինք, դե այսքան տարի է անցել, ինչու են այսպիսի գործողություններ նախաձեռնվում, այսպես ասած պարագլուխներին թողած ում հետևից են գնում կամ առհասարակ հիմա այս ամեն ինչը ներկայացնել եկեղեցու դեմ իբր իրականացվող արշավի տրամաբանության մեջ, հա, որովհետև հիմա եթե հետևում ենք մամուլին այնտեղ մի այսպես ցուրտ ցվանգ իրավիճակ է տիրում։ Թող գնան փորձեն իրավապահները պարզել, արդյոք այդ ամեն ինչի հետ կապ ունեցել է Քոչարյանը թե չէ, արդյոք Քոչարյանը օրինակ դրթել է, որ եկեղեցու ներսում այդ ենթադրյալ արարքը կատարվի եւ իր նախընտրական հանրահավաքներին մարդկանց պարտադրվի բերել։ Սա իրավապահները պետք է անեն, եւ ինչ էֆեկտիվությամբ են գործում, տվյալ գործով չեմ կարող ասել ինչ էֆեկտիվությամբ են գործում, բայց առհասարակ իրավապահների էֆեկտիվությունը այո շատ ցածր է։ Ես նաև տեղեկություններ են տարածվել, որ ներքին գործերի նախարարությունը նախորդին թեժ քննարկում է տեղի ունեցել, մասնավորապես հանցավորության, հանցագործությունների բացահայտման, դրանց հնարավոր կանխարգելման հարցով նախարար Շարփինե Սարգսյանը կոշտ հանձնարարականներ է տվել, զգուշացրել, որ կլինեն փոփոխություններ, եթե իրավիճակը պատկերը չփոխվի, հա։ Վերջին շրջանում էլ մենք տեսնում ենք, թե օրինակ նույն սպանությունների եւ այլն ինչպիսի ահասարսուր դեպքեր են տեղի ունենում, մերձավանից սկսած, վերջացրած վերջին դեպքը Արամուսում եւ այլն։ Իրավապահ համակարգի խնդիրը ըստ ձեզ որն է, ինչու չի կարողանում այս համակարգը, լավ, եթե բացահայտումների մասով նշում են, որ ունեն բավականին, այսպես ասենք, դրական դինամիկա, ապա կանխարգելման իմաստով առաջընթաց մենք չունենք։ Այո, մենք տեսնում ենք մի շարք հանցատեսակներով վիճակագրության վատթարացում, տարեց տարի մենք դա տեսնում ենք եւ այո իրավապահ համակարգը պետք է էական փոփոխություններ ապրի, որպեսզի սկսի արդյունավետ գործել։ Մի շարք պատճառներ են, շատ երկար կարելի է խոսել պատճառներին։ Պատճառները սկսում են կոռուպցիայից վերջացրած ամենահասարակ անկոմպետենտությամբ։ Նորում անկոմպետենտությունն ու կոռուպցիան իր հերթին իրար հետ փոխկապակցված են, որովհետեւ կոմպետենտության խրախուսումը պետք է գա փոխարինելու օրինակ կադրերի նշանակման հարցում, կոմպետենտությունը պիտի գա փոխարինելու ԽՑԲ-ին, ինչը ներքին գործերի նախարարության մասով պետք է ասեմ, որ տեղի ունենում է, բայց տեղի ունենում է բավականին դանդաղ, ամեն դեպքում եւ դրա էֆեկտն էլ բավականին դանդաղ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր ասած մամուլի հրապարակումներին խորհրդակցության հետ կապված եւ Արփինե Սարգսյանի հայտարարությունների հետ կապված ես նման խորհրդակցության չեմ եղել, տեղյակ չեմ, բայց շատ հնարավոր է, որ Արփինե Սարգսյանը հավաքած լինի բարձրաստիճան ոստիկաններին եւ ասի պետք է խելքին այդ գլուխ հավաքեք եւ նորմալ աշխատեք, ով նորմալ չաշխատի կգնա։ Բավականին հնարավոր է, որ այդպես բան եղած լինի։
Շատ լավ, եւ ձեր դիտարկումը մասնավորապես իհարկե դուք այսպես ասենք իրավական գործընթացի մասին եք խոսում եւ դրա կողմնակիցն եք, բայց այնուամենայնիվ քաղաքական շահարկումներից մենք չենք կարողանում խուսափել եւ արդյոք այսօրվա դեպքերը որոշակիորեն չեն տալիս իրավիճակին այդպես մտածելու որոշակի աստառ, հա, նույն իշխանության կողմից, այսինքն այս գործողությունների կազմակերպված բնույթի տրամաբանությունից եթե ելնենք, հա, որովհետեւ ինչպես գիտեք ես այս կոնտեքստում եթե թույլ կտաք այսպիսի մի ձևով ասեմ որ մենք տեսնում ենք որ երբ որ քրորեն արգելված արարքներ կատարվում են իշխանության ներկայացուցիչների կողմից ապա իրավապահ մարմինների քննությունը եւ դրանց դեմ պայքարը ոչ միշտ է ամբողջ ծավալով ոչ միշտ է էֆեկտիվ եւ ոչ միշտ է այնտենց ոնց ասած հավեսով դրանով զբաղվում այս խնդիրը կա եւ նույն ընտրական իրավախախտումների հետ կապված այո երբ որ իշխանության ներկայացուցիչները ընտրական իրավախախտումներ կատարում մենք տեսնում ենք որ իրավապահները այդքան մեծ երանդով չեն պայքարում դրա դեմ այսինքն ստեղ մեր եզրակացությունը ոչ թե այնա որ ընդդիմադիրների դեմ պայքար կա այլ այն որ այդ հանցավորության դեմ պայքար կա բայց այդ հանցավորության միգուցե ոչ հենց այդ հոդվածով միգուցե ուրիշ հոդվածներով քրեական օրենսգրքի երբ որ տեղի ունենում իշխանության ներկայացուցիչների կողմից պատշաճ հետևանքներ չեն լինում սա մենք տեսել ենք բայց նորից դա որևիցե պարագայում չի նշանակում որ ընդդիմության ներկայացուցիչները որոնք որ դա արել են անմեղ են Քանի որ ես նշեցի, մենք քննչական կոմիտեի հետ էինք կապվել եւ նշեցին, որ որևէ տեղեկություն այս պահին չեն հաղորդում այդ հոգեվորականների եւ աշխարհիկ անձանց կարգավիճակի վերաբերյալ ու նաեւ նրանց գտնվելու վերաբերյալ եւ ինչ սկսվել են այս խուզարկությունները եւ այլն, փաստաբանները, ովքեր փորձում են աջակցել նրանց, պնդում են, որ նրանցից շատերի գտնվելու տեղը հայտնի չէ, կան խոչընդոտներ նրանց տեսնելու, փաստաբանական ծառայություններ իրականացնելու համար հիմա էլ փաստաբանները նշում են որ Տեր Համբարձում Դանիելյանին բերում են քննչական կոմիտե Տեր Նարեկի Տեր Սարգսի գտնվելու վայրը շարունակում են մնալ դեռևս անհայտ հա իրավապահների այս գործողությունները որքանով են տեղավորվում մարդու իրավունքների երաշխավորման եւ իրավական գործընթացների տրամաբանության մեջ Գիտեք, այս պահին ես չեմ կարող մանրամասն մեկնաբանել, որովհետև ինքս նախ Հայաստանում չեմ գտնվում եւ ես գործողման մեջ եմ Լեհաստանում եւ առավոտվանից էլ նույնիսկ շատ չեմ էլ կարողացել մանրամասն հետևել, որտեղ քիչ առաջ ՀՀԿ-ում ելույթ ունեի այդ ելույթի վրա է աշխատում ելույթը Ադրբեջանի իրական նարատիվները ցույց տալու եւ վերհանելու համար այդ պահին իմ համար ավելի կարեւոր նպատակ էր կարճաժամկետ առնվազն եւ ես չեմ հասցրել մանրամասն հետևեմ ասեմ ավելի մեր թիմի մի մասը գործողությունների մեջ է եւ ըստ էության մենք օրվա ընթացքում ենք կարողանանք իմի բերել տեղի ունեցողը տալ գնահատականներ ամեն դեպքում արդար դատաքննության իրավունքը, փաստաբանի իրավունքը, սրանք սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքներ են եւ շատ կարեւոր է որ այդ իրավունքները հարգվեն եւ պետք է հասկանալ որքանով է քննչական մարմինների եւ մյուս իրավապահների գործողությունները տեղավորվում քրեադատավարական եւ այլ օրենսդրության մեջ բայց այս պահին դետալներին չտիրապետելով ես դե քանի որ չկան պաշտոնական այո մեկնաբանություններ մենք այստեղից այնտեղից եւ վերջինը շատ հակիրճ կազմակերպության եւ ձեր հասցեին հնչող մեղադրանքներին արձագանքելու բան կա Ըստ էության արձագանքային ինչ որ մենք այս 15 րոպեվա ընթացքում խոսեցինք մենք միշտ պայքարել ենք եւ պայքարում ենք ժողովրդավարությանը հակասող եւ քրեական օրենսգրքով արգելված երևույթների դեմ լինի դա մարդկանց հանրահավաքին մասնակցելու համար փողով խրախուսել զորով հանրահավաքի բերել ընտրակաշարք տալ այդ բոլոր երևույթների մի մասը մեր նախաձեռնությամբ է քրեականացրել եւ մենք պայքարում ենք ու շարունակում ենք պայքարել այդ երևույթների դեմ ընդհանրապես տարբերություն չկա թե ով է
ով այդ երևույթների հետևում կանգնած։ Մեզ համար կարևոր է, որ պետությունը այդ երևույթների դեմ պայքարի եւ պայքարի բոլորի նկատմամբ հավասար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Հիանոսյանն էր։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Ակնհայտ է, որ դեռևս անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել նախատեսվածը գործնականում իրագործելու համար։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցությունը բոլոր տարաձայնությունները հաղթահարելու համար, նշել է նա։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հայտնել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանի երաշխավորությամբ եւ մասնակցությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետ ադրբեջանական կողմը չի կատարել, իսկ երաշխավոր Ռուսաստանը որևէ կետի կատարման հետևողականություն չի ցուցաբերել, բացառությամբ, որ ռուս-ադրբեջանական տանդեմը պնդել եւ պնդում է այսպես կոչված միջանցքի մասին։ Ռուսաստանը անգամ մեկ գերու վերադարձնելու հարց չի բարձրացրել, թե իր երաշխավորությամբ հայտարարությունը ենթադրում էր բոլոր գերիների վերադարձ։